Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գործող իշխանությունը արտահերտ ընտրությունների չի պատրաստվում։ Կառավարություն ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նորից է կրկնել այս միտքը։ Հիբրիդային պատերազմների մասին հարցին պատասխանելիս, ըստ վարչապետի, այդ պատերազմներից քաղաքացիներին հետ պահելու լավագույն միջոցը նրանց հետ անմիջական շփումն է, ինչն էլ ինքը անում է։ Եվ նաև հանձնարարում եմ, որ կառավարության անդամները ունենան նաև կաբինետից դուրս աշխատանքային հնարավորինս շատ օրեր Եվ ես հիմա նաև փորձում եմ օրինակ ծառայել նման գործելակերպի, ինչ վերաբերվում է հիբրիդային պատերազմներին, գիտեք ինչ, ես այդ ամենին վերաբերվում եմ հետևյալ կերպ, մեր էներգիան սխալ ուղղությամբ եւ սխալ տեղ ուղղորդելու փորձ եմ ես դա որպես դիտարկում, ունենք մենք ասելիք, մենք ասելիքը պետք է ասենք ժողովրդին եւ ժողովուրդը էլ եմ ասում ինչին պետք է ուշադիր կլինի։ Երկու օրից Փաշինյանը կլինի Մոսկվայում, նա ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին։ Զարուհի Բաթոյանն է վարչապետից հետաքրքրվել, արդյոք այս այցը չի վնասի Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրենք բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում։ Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք Մեր ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, որովհետեւ բացի իհարկե միջոցառումը շատ կարևոր է, նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաև այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմորակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Գրաֆիկը խիտ է, բայց նաև երկկողմ շփումներ կլինեն ՌԴ նախագահի հետ, բայց թե որքանով կֆորմալացվեն, Փաշինյանը վստահ չէ։ Բայց որ շփումներ կլինեն, կարծում եմ ակնհայտ է։ Եվ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, թե 2020 թվականի պատերազմը հրահրվեց հայկական կողմից, Նիկոլ Փաշինյանը նորից Հայաստանի 3 նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ Բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Նոր սահմանադրության տեքստը մշակման փուլում է։ Լրագրողներին ասել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, հավելելով, որ առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկեն տեքստի պատրաստի հատվածը։ Հարցին, թե ի վերջո անկախության հռչակագիրը կհանվի մայր օրենքից, թե ոչ, նախարարը պատասխանել է, որ տարբեր տարբերակներ են քննարկում, ըստ էության չհստակեցնելով հարցի պատասխանը։ Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ։ Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս գործակցությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանը եւ Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերին։ Աշխատավարձերի բարձրացման համար ներդրված ատեստացիոն համակարգը թերի է գործում, բարձրաձայնում են ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները։ Հայտարարում են, թե սերժանտական կազմը եւս հաջող ատեստացիոն քննություն հանձնելով բարձր աշխատավարձ է ստանում։ Ընդդիմությունը հակառակն է պնդում, այդպես չէ։ Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում է հիմնականում շտաբային, բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններից զբաղեցնող զինվորականները։ Պատգամավոր Մանուկյանը զինծառայողներին տրվող աշխատավարձը գնահատեց ահավոր։ Մեկ օրվա համար պատգամավորին հատկացվում է 22,000 դրամ։ Պարեկներն ըստ Գեգամ Մանուկյանի առանց ատեստացիայի 371,000 դրամ են ստանում։
Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ, Պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ։ Մենք ձեր ասած օրական 1,700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք։ Ուրեմն դա մինիմալն եմ ասում, մարտական հերթապահություն իրականացնողների մոտ 4,000 է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար։ Այսինքն առնվազն 4 ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4,000 եւ նաեւ դիրքերի վիճակից ելնելով նաեւ որոշակի գումար։ Փոխնախարարը հայտնեց, որ 9 ամբողջինը խմբի ատեստավորված, սակայն բարձրագույն կրթություն չունեցող սերժանտը ստանում է առնվազն 670,000 դրամ։ Դրանից ներքև 9.8 խմբինը 635,000 դրամ։ Լավ ատեստավորված ամենացածր կոչումով սերժանտի աշխատավարձը կկազմի մոտ 490,000 դրամ։ Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի դեմ թշնամական մտադրությունների մասին։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարվելիք այցի շրջանակում պատրաստվում է Պարսից ծոցը անվանել արաբական ծոց։ Ի հակադրություն Պարսից ծոցի պատմական անվանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի եւ նրա ժողովրդի դեմ թշնամական մտադրության մասին եւ խստորեն դատապարտվում են։ Նման կողմնակալ գործողությունները վիրավորանք են բոլոր իրանցիների համար, անկախ նրանից ծագումից կամ բնակության վայրից։ Հուսով եմ, որ Պարսից ծոցի անվան մասին զավեշտալի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ստի արշավ, ասել է Արաղչին։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ժամանակավոր ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարին է անդրադարձել ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հատուկ հարցերի ներկայացուցիչ Քիթ Քելոգը, նշելով, որ Ուկրաինան պատրաստ է նման գոտու ստեղծմանը։ Քելոգը ներկայացրել է գաղափարի էությունը, ըստ որի ուկրաինացիները թե ռուսները իբրև հաշտության երաշխիք համապատասխանաբար 15 կիլոմետր հեռացնում են իրենց զորամիավորումները։ Ստեղծվում է խստորեն վերահսկվող 30 կիլոմետր չեզոք գոտի։ Հաջողության դեպքում ժամկետը կարող է նաև երկարաձգվել, հայտարարել է Քելոգը։ Թրամփը լիահույս է, որ Իրանի իշխանությունները ճիշտ որոշում կկայացնեն եւ կհրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։ Լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Իրանի պատմության մեջ սա ամենակարևոր պահն է։ Նրանք անհավանական ժողովուրդ ունեն, նրանք հսկայական քանակությամբ նավթ եւ ակտիվներ ունեն, հավելել է Թրամփը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարվելիք իր նշանակալի շրջագայությունը։ Մայիսի կեսերին նախատեսված շրջագայությունը ներառում էր այց Խորվաթիա, Նորվեգիա եւ Նիդերլանդներ։ Չնայած չեղարկման պաշտոնական պատճառները հստակորեն չեն նշվել, որոշումը կայացվել է Հնդկաստանի ռազմական գործողություններից հետո տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետը չեղարկել էր իր այցը Ռուսաստան, որի ընթացքում նախատեսվում էր նրա մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Մեկ տարուց ավելի է գրողների միության անդորը խաթարվել է, պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի դատական գործընթացներով ցանկանում են պետականացնել միությանը պատկանող շենքերը։ Այս ընթացքում արդեն 4 դատ է եղել, եւս 2-ն էլ արժեվում են։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են ստիպված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Լավ, այս մեր երկու միությունները ինչու հանկարծ հայտնվեցին այդ հարվածի տակ։ Եվ հիմա ասենց անորոշ քաշքշվում են ամիսներ եւ մենք դատավարություններից տեսնում ենք, որ հայցերը, որոնք մեր նկատմամբ են եւ նաեւ նկարիչներինը նույնը շատ անճշտություններով, այսպես ասած, կամային արտահայտություններով կարծես թե հրահանգ կատարեն, էլի հրահանգավորվել է։ Եթե մասնավորեցնենք, ապա կհասկանանք, որ խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաեւ գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են այդ շենքերը պետության սեփականությունը չեն։ Դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ Դատախազության պաշտոնյանը հայտարարում դատարանում, որ մեր շենքը կառուցվել է որպես բնակելի շենք։ Ես հենց դատարանում ասի, ոնց է ինչ բնակելի, իրաց նահա սկզբից բնակիչներ են ապրել, ես էլ ասացի, թե որ այդպես է բնակիչների մի հատ գտնենք, ովքեր են բնակիչները, իրականությունը որն է,
Մենք ամբողջ գրական թերթում նյութերը տվեցինք, որ 50 թվականին է կառուցվել հատուկ գրողների միության համար եւ 51 թվականին արդեն գրողների միությունը այդտեղ գործել է։ Անկամ Ավետիք Իսահակյանն նախաձեռնող է եղել։ Գրողները ընդհանուր ժողով են գումարել, առաջարկել կառավարությանը համաձայնագիր ստորագրել, որով կպարտավորվեն երբևէ չվաճառել շենքերը, պատմում է Միլիտոնյանը։ Ես դիտարկում եմ որպես խտրականություն մեր հանդեպ եւ չգիտեմ ինչից ելնելով այսպես շարունակվում են այս դատերը։ Վարչապետ Փաշինյանը ասաց, որ մեր նպատակն ու մտահոգությունը որ շենքերը չվաճառվեն, բայց դրանից հետո մենք ասենք, որ ընդհանրապես ոչ վաճառքի նպատակ ունենք եւ պայման ենք ընդունում, որ չվաճառվեն։ Այդպիսի պայման մեր կանոնադրության մեջ եղել է։ Ոտնահարվում են իրավունքները, նեղսրտում են գրողները, հարցնում, այդ ինչպես եղավ, որ կենտրոնացան հենց իրենց վրա, թե ինչ ապագա է սպասվում ստեղծագործական այս միությանն ու գույքին, առաջիկա դատավարությունները թերևս ցույց կտան։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացն ավարտին է մոտենում։ Մայիսի 10-ը հայտագրման վերջին օրն է, բոլոր դիմորդները պարտադիր պետք է նշեն բուհը մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ, ապա պետք է նշեն նաև այդ քննությունները։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալի դիտարկմամբ դիմորդների թիվը օրեցօր ավելանում է։ Եթե 2025 թվականի հունվարի մենք ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ եւ սա փոփոխական է, ամեն րոպե, ամեն վայրկյան փոխվում է թիվը։ Միայն 7780 միասնական քննություններ հանձնող։ Ըստ Նասիբյանի նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ առաջին փուլին հունվար-փետրվար ամիսներին քննություն հանձնող դիմորդների 80%-ը գնահատականները բարելավելու համար ուզում է կրկնել քննությունը։ Ունեցել ենք դեպքեր, չի բացառում նաև այս անգամ մարդ ստացել է 19.75, ասենք 0.25 է չի հերիքում, որպեսզի առավելագույն գնահատական ինքը ունենա, բայց 20 ստանալու համար նորից է դիմում, դա իր իրավունքն է, մենք պարտավոր ենք կազմակերպել այդ քննությունը։ Նասիբյանը հորդորում է բոլոր դիմորդներին նրանց ծնողներին ուշադիր լինել եւ բաց չթողնել հայտագրման գործընթացը։ Այս փուլում դիմորդը պարտավոր է հայտագրել բուհն ու մասնագիտությունը, այլապես դուրս կմնա մրցույթից, անգամ բարձր գնահատականների առկայության դեպքում։ 24 ժամյա ռեժիմով իրենք կարող են անընդհատ փոխել իրենց բուհը, մասնագիտությունը, նույնիսկ առարկաները, որովհետեւ այնուհետև եթե բուհը ընտրում եք, մասնագիտություն ընտրում եք, այնուհետև տեսնում եք, որ չգիտեմ, մենք ունենք այնտեղ դիմորդների, մասնագիտությունների շարժը, եթե տեսնում եք շարժում ինչ որ խնդիրներ կան, դուք կարող եք փոխել մասնագիտությունը, շատ հեշտությամբ նույն ձևով կարելի է փոխել։ Նույնիսկ վերջին վայրկյաններին։ ԿԹԿ ներկայացուցիչը հիշեցնում է ցանկացած պարագայում համակարգը հաշվի է առնելու դիմորդի ունեցած ամենաբարձր գնահատականը, անկախ նրանից այդ գնահատականը ստացել է հունվարի թե հունիսի քննությունների ժամանակ։ Ինչն է այդքան մտահոգում նախնական զինվորական պատրաստություն առարկայի մասնագետներին, 8-րդ դասարանի դասագրքում արկա խնդիրները, թե դրանից բխող հետևանքները։ Մասնագետն ասում է, մինչև դասագրքերն ուղղվեն, սխալ ինֆորմացիան աշակերտների մոտ կտպավորվի։ Բացի այդ, սխալների մեծ մասը կոպտագույն է։ Մոտ 200 սխալ եմ հայտնաբերել նորաթուղ դասագրքերում, ուղղորդել եմ դիմումներ ԿԳՄՍ նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը ոնց որ միջնորդ կազմակերպություն ուղղել է գրություններս Աստղիկ գրատուն, որտեղ այդ դասագիրքը հրատարակվել է։ Հանրակրթական պետական չափորոշիչի ներդրմամբ պայմանավորված ըստ մասնագետի փոխվեցին 2024-25 ուսուցիչ տարվա դասագրքերը, որոնք մի շարք վրիպակներով, անճշտություններով ու խայտառակ սխալներով դրվեցին աշակերտի սեղանին։ Ուզում են առարկան սարքեն անվտանգ կենսագործունեություն եւ արտակարգ իրավիճակներ, եւ այսօր արդեն հետական չափորոշիչների մեջ պատերազմ, մարդ հասկացողությունը ոնց որ վերացված է, այսինքն զինվորը դա արտակարգ իրավիճակում է հայտնվում։ Բազմաթիվ ուղղություններում մենք տեսնում ենք պացիֆիստական ըստ էության տրամադրություններ գործադիրի կողմից, օրենսդիրի կողմից, որոնք փաստացի ցույց են տալի այն կարգավիճակը, որը պատերազմից հետո գտնում է Հայաստանը։ Տեխնիկական սխալներից բացի դասագրքերում քիչ չեն նաև բովանդակայինները։ Չկա հայկական զինված ուժերի համազգեստի որևէ նկար դասագրքի մեջ, ՆԱՏՕ-ի բլոկի մեջ մտնող ըստ երևույթի
թուրքական բանակի համազգեստի զինվորա պատկերված մարտավարության հիմունքների մեջ ու նման տիպի կասկածելի լիքը հանգամանքներ Պայստազորի փոխգնդապետը նկատում է բոլոր նպաստավոր պայմանները ստեղծվում են, որպեսզի երեխաները չմոտիվացվեն, հայրենասիրությունից հեռու լինեն։ Իսկ դասագրքի պատրաստումը հանձնարարվում է ոչ պրոֆեսիոնալներին, որոնց թեթև ձեռքով էլ աղավաղվում են փաստերն ու անգրագետը մնում մի ամբողջ սերունդ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները, զրույցներ են տարվել ավելի քան 50 անձի հետ, ստուգվել է շուրջ 20 մեքենա, մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի դեպքի առնչությամբ հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Որոնողական աշխատանքներին ներգրաված է ավելի քան 170 փրկարար, ոստիկանության 150 ծառայող, մարմարիկի բնակիչներ եւ կամավորներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, նշել են նախարարությունից։ Մայրաքաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել 38-ամյա Արտաշեսը Տեսլան վերանորոգելու համար գարաժ մոլ է եկել։ Ավտովերանորոգման կետում արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել։ Տղամարդուն քաղաքացիական մեքենայով են տեղափոխել հիվանդանոց։ Ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ավտովերանորոգման կետում եւ դրսում հայտնաբերել են առնանման հետքեր։ Իսկ այն տեղեկությունը, թե վիճաբանություն ու ծեծկրտուք է տեղի ունեցել, հերքվել է։ Ոստիկանները այս գարաժ մոլում ուսումնասիրում են տեսախցիկները, ինչից է հետո արդեն ավելի հստակ, ավելի ակնհայտ առեղծվածը կբացահայտվի։ Մայիսի 6-ին վրայերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում 33-ամյա Հակոբը Հոնդայով Սայաթնովա պողոտա Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրայերթի ենթարկել 65-ամյա Ռիմային։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օգնել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Այս հետիոտնի համար նախատեսված վայրում երկար ժամանակ է խափանվել է, չի աշխատում։ Հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, սա պետք է աշխատի, սակայն ահագին ժամանակ է, չի աշխատում։ Մինչդեռ իմ տեղեկություններով բազմիցս թե Պարեկային ծառայությունը, թե քաղաքացիները ահազանգել են համապատասխան կառույցներին, որպեսզի սա սարքեն, սակայն ձայն բարբարո հանապատի։ Գյումրի քաղաքից դեպի Ոսկե հաս տանող ճանապարհին էլ ռուսական զորամասի ՈՒԱԶ Բեռնատարն է վրայերթի ենթարկել 67-ամյա Թագուհուն։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին, օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Մայիսի 6-ին Զորավար Անդրանիկ եւ Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Հենդիկի Porsche Cayenne եւ 42-ամյա Վարդանի Volkswagen Venton։ Հետո Porsche-ը բախվել է հաստապուն ծառին, տուժած չկա։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Եվ մայիսի 6-ին հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում արտակարգ վիճակ էր։ Սելավատարերի չգործելու կամ բացակայության պատճառով անձրևաջրերը ողողել էին ամբողջ փողոցը։ Հոսում էին Դավթաշեն կամրջից մինչև Կիևյան կամուրջ։ Եթե ջրախողովակները, ջրատարները գործեին, այս ջուրը, անձրևաջուրը այսպես չեր թափվի։